Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը անդրադառնալով վերջին շրջանում մամուլում շրջանառվող այն տեղեկություններին, թե հնարավոր է, որ ազգային բարերար Սամվել Կարապետյանի առաջնորդած Ուժեղ Հայաստան կուսակցությանը չգրանցեն ընտրություններին, հայտնել է, որ հանձնաժողովը չունի քաղաքական ուժերի գրանցումը արհեստականորեն մերժելու գործիքակազմ։ Ըստ նրա, եթե կուսակցությունը ներկայացնում է օրենքով սահմանված բոլոր փաստաթղթերը, ապա գրանցումը տեղի ունենում մեխանիկորեն։ Հովակիմյանը շեշտել է, որ գրանցումից հետո հանձնաժողովը ինքնուրույն չի կարող չեղարկել որևէ ուժի մասնակցությունը ընտրություններին։ Տեսեք, կենտրոնական ընտրական հանձնաժողովը ինքը քաղաքական ուժի գրանցումը ինքը չի կարող ուժ գործած ճանաչել։ Մեր օրենսդրությամբ կենտրոնական ընտրական հանձնաժողովը այդ հարցով պիտի դիմի դատարան։ Այսինքն, եթե գրանցումից հետո որևէ քաղաքական ուժ, ասես ենք, տոտալ, ասես ենք, ու սա համար պարտադիր պայման է, որպեսզի քաղաքական ուժը հետևողական ընտրական օրենսգիրքը ոտնահարի։ Երբ որ նման իրավիճակ, եթե կլինի, իսկ նման իրավիճակ ես չեմ հիշում, որ մենք մեր պատմության ընթացքում ունենք, եթե կլինի կենտրոնական ընտրական հանձնաժողով պետք է որոշի դատարան դիմել։ Այսինքն այստեղ գրանցման ուժը կորցնողը կրկին այս դեպքում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը չէ, դատարանն է։